Բարդակի տոն, ինչ բանակի տոն։ Մենք բանակ չենք ունեցել։ Բանակը Ադրբեջանը սարքեց։ Մենք ունենք բարդակ։ Տարերը խառնել են բանակ են գրել, էլի, որ հիմնադրվեց մարադյոր մարադյորների ու մեկ էլ մի հատ դեգեներատ դավալեցու կողմից։ Իբր ու մատուցվեց մեզ բանակ։ Ես այդ բարդակում եղել եմ, տեսել եմ։ Հենց մեծ են դեգեներատներ, երբ որ պաշտպանության նախարար ու բան։ Մենք չենք ունեցել, մենք այս նվաճումները ինչ էլ ունեցել ենք մեր անմահացած հերոս այդ մարտիկների արյան գնով։ Նրանց շնորհքն ա եղել այդ ոչ թե ինչ որ բարդակի շնորհքը, էլի։ Մոնթեին Հայաստան, ով բերեց, Վազգենը բերեց կամ բան, այն մարդը իր կանչով եկավ, հələ կեղծ անձնագրով մտավ Հայաստան։ Խորհրդային միությունն այն ժամանակ։ Այդ մարդիկ այն նրանք են հաղթել։ Ում գլուխը կերավ այդ դավալեցի դեգեներատը։ Ոնց է Հայաստանը երկու հատ սպարապետ ունենար, բանակը նրա անունով երդվում էր։ Իսկ այդ դեգեներատին որտեղ տեսնում էին, ասենց հարթուքած վերնաշապիկով ու բան սապրված բարբերշոպից ելած խլեշվել են։ Զինվորականությունը չեն սիրեն նրան։ Նրան ու նման դեգեներատ այդ զորավարներին են, ճակերտավոր։ Դրա համար էս է մեր վիճակը։ Դրա համար մենք պետք է ունենանք հայ մարտիկի օր։ Իսկ երբ որ բանակ կկայանա, կունենանք բանակի օր։ Բանակ, հայկական։ Բարդակա, այդ բարդակա։ Փողը տոր հիմա գնա ազատվի, տես։ Լսիք, հայկական բանակը պետք է լինի փողով բոլորի համար։ Պետք է աշխատավարձ ստանան 600-700 000 ամեն զինվոր։ Այն ժամկետայինն էլ։ Ես ինչ ռեկրուտային համակարգ են հորինել, հələ դրանցից փախած շուտ մարդկանց էլ ասում են թե գաք երգիր եկաք քրեական պատասխանատվությունից կազատենք, այսքան միլիոն տվեք, 6 ամիս ծառայեք, մի ծառայեք։ Արա եթե տենց է, լսիր, պաշտպանության Պապիկյան չարուչատ լախ։ Դու ով ես, որ իմ կյանքից 2 տարի վերցնես։ Իսրայելի բանակն է օրինակ բերում։ Իսրայելի բանակ ով էլ գնում ծառայում, առաջ օրվանից նենց աշխատավարձ է ստանում։ Ու ամենտեղ, ես ինչ բան է ռեկրուտային համակարգ 2 տարի մարդ գնա համբալություն անի։ Հետո ով էլ չի գնացել, ասում է այսքան միլիոն տուր։ Դե որ նրա տեղ այդքան միլիոնը վերցնում ես, բաժանիր այդ նույն ծառայողներին։ Նույն ձև աշխատավարձով ինչ որ քո ոստիկանն է ստանում, թող ստանա հենց այդ նույն 2 տարի ծառայող կամ տարի ու կես ծառայող զինվորը։ Նույն ձև աշխատավարձ։ Ոնց որ պայմանագրայինն է ստանում։ Ես ինչ ռեկրուտային համակարգը, ու սա անունը դրել հայրենասիրություն։ Կողեք ձեր են համապատասխան հայրենասիրությունը։ Բանակ։ Այդ Աշոջանը չի գնացել բանակ, այդ Նիկոլը չի գնացել, այդ Նիկոլից 15 միլիոն չվեկալակ։ Այդ Անդրանիկ Մարգարյանի տղեն չի չգնաց բանակ, Տարոն Մարգարյանը, նրանից չվեկալակ փող, արա։ Աստեղ կապել են, բյուջե լսեն, ես է որ ասում եմ, օղչարը երկրին պետք է, մենակ փող կերտելու համար։ Իսկ բանակ գնացող հələ թող ամեն զինվորի համար, դու տուր այդ մարդիրա կյանքից 2 տարի տանում 350 000, 450 000 նվազագույնը, աշխատավարձ ամեն ամսվա համար։ Տես ոնց կգան։ Են Ռուսաստան բան կթողեն կգան Հայաստան, տարի ու կես կծառայեն։ Մարդիկ ուսում չստանան, տեսեք այդ կրթությունը բանը տուր այդ ամեն ինչը, փողը տուր, կգա տարի ու կես կծառայ, կգնա իր կրթության վարձն է կտա, որ հետո կրթություն ստանա մարդը, զարգանա, թզբեղ չի չաթլախ ընդ գողական չմեծանա, պատի տակերին սենց, ուրիշի ձեռի տակը նայող կամ բանանող, էլի սենց քերով պաշտող, կլանային համակարգ ձևավորող, անդամ եւ սուբյեկտ չդառնա քաղաքացի, հայը, բանը բարդակի տոն, այստեղ չկա բանակ ոչ նորավորես, ոչ կա զինվոր, որի համար երախտապարտ պետք է լինես ամեն օր, այդ տված այդ թափած արյան համար, որ դարավ ջուր։ Հանուն ում, հանուն Ռոբերտ Քոչարյան, այնտեղ այն ինչ էր անունը, բանը, Սերժ։ Ես չեմ մոռանա, արա, մեր հայոց բանակը ֆինանսավորել է Թուրքիայի տնտեսությունը, որ նա բայրակթար սարքեր ու խփեր Հայաստանին։ Հայոց բանակը լվացվում էր զինվորը, գնում էր կատարում թուրքական օճառ, որ հայ զինվորը լվացվի, ու այդ օճառի փողը գնար Թուրքիայի բյուջե, որ նա դրանով սարքեր զենք։ Այս այդ զուգահեռ չեք բերում։ Դուք չեք ասում մենք ֆինանսավորել ենք Պակիստանին, որ Պակիստանը
հզորանա ու էլի մարդ ուղարկի մեր վրա մեզ կոտորեն 44 օրյա ժամանակ Նասիմ Ատամի խոզանակը դա պակիստանյան ընկերությունը, որը արտադրում էր այդ պահին բանում Պարսկաստանում ու էլի առնում էր մեր հայոց բանակը առնում էր որտեղ որ ֆինանսավոր էր բանից տնտեսությունը Պակիստանի որ իսկի ձեր նույնիսկ Հայաստանը որպես պետություն չի էլ ճանաչել Պակիստանը ու այդ ով է արել Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան մեծ դեգեներատ Վազգեն իրավորոք եմ ես բան Նասիմ ատամներս լվաց է բանակում տալիս են այնտեղ սուտի ու դուք ինչ եք խոսում արա ինչ եք ոչխարի գլուխը լցնում ու հեքիաթներ պատմում ադրբեջանական բենզին ոնց որ դուք նրանցից պակաս եք եղել Նիկոլից Այսօրը քցել եք որ այսօր արա երկիրը դրել արա դուք ձեր դիրքը չեք տես ու հիմա նստել աթորա կռիվ են տալի ամենաանթասի ազգն ենք արա աշխարհի վրա երևի Ելեք դրել հաշվում եմ արա մի 17 հատարա վարչապետի տեխնացու ունենք արա դուք կոմպիտ դարած չեք արա լրիվ արա նորմալ ուզում ես խոսած չի ստացվում էլի մեկը 17 հատ վարչապետ մինիմում հələ կարող է բաց եմ թողել այդ մյուս հաղորդմանը իսկ ինչ որ մնում է բանին ես չեմ մոռացել զանգերին սպասում եմ այդ ամերիկյան դեսպանատան այդ ցույցի հետ կապված ես չեմ մոռացել ես կասեմ դա պետք է շատ արագ արվի ու մի բան ասեմ դες լսեք եթե դա ապակաղակական պետք է լինի եթե ուզում է թող ԿՊՆ մասնակցի դաշնակներ տաշիր գրուպներ բոլորը լսեք դա պատերազմ է Հայաստանի ապագայի համար ես չեմ ասում ինչ որ մեկի գնաք արուն տակ Նիկոլի թիմակիցին կամ այնտեղ այն մյուսին Պարուր Հայրիկյանին ում ասեմ Հայկ Մանասյանին կամ Վարդան Ղուկասյանին թեկուզ իրար չեք սիրում չեմ ասում գնաք արուն տակ կամ դրա արունը լցնեք ձեր մեջ արգելիներս սա ընդհանուր մի բան է մի տշնամու դեմ համազգային պետք է լինի սա այդ ցույցը բանի դեմ էլի ամերիկյան դեսպանատան հետո ցույցը կանցնի դուք ամեն մեկը կանցնեք ձեր գործին էլի իրար խլեշեք քրֆեք ինչ ուզում եք արեք բայց դրա այդ մի բանի ծրագրի շուրջ պետք է համախմբվեն բոլորը դա պետք է լինի ապակաղակական շարժում ու ժողովուրդը պետք է տեսնի գործիչներից ու այդ ով է պետության մասին մտածողը պետության ապագայի մասին այն ապագայի որ իրանք նույնիսկ չեն է տեսնի ու ով է մտածում այդ պահին դիվիդենդ շահելու ու այնտեղ իր աթոռը պնդացնելու ու աթոռ ազգային ժողովում մանդատ ստանալու համար այսօր մանդատա կռիվ է գնում մանդատի կռիվ թե ով գոնե մի մանդատ ավել տանի որ վարչապետը մնալու է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում լինելու է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանը ու հնարավոր է մի 3 աթոռ Վարդան Ղուկասյանը այնտեղ Սերժ Սարգսյանին էլ կարող է մի 4 աթոռ էլ դրան հասնի կամ 5 աթոռ էսա լինելու մոտավորապես մյուս ազգային ժողովը